հայ գերի վերցնելու, պահելու ու դրանով հպարտանալու երևույթը այնքան դրական է բնութագրվում այդ երկրի հայատյացության շրջանակում, որ Ադրբեջանի դպրոցներում անգամ այդ սցենարով ներկայացումներ են բեմադրվում։ Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ախմեդովը երկրի դպրոցներից մեկում նկարահանված կադրեր է հրապարակել։ Դրանցում երևում է, թե ինչպես են աշակերտները բեմադրում իբր հայ գերի են վերցնում եւ նրանց զենքի սպառնալիքով ստիպում ասել Ղարաբաղը Ադրբեջան է։ Ախմեդովը շեշտում է, որ եթե հայատյացությունը թուլանա Ադրբեջանում կառավարությունը կկորցնի իր հիմնական քարոզչական գործիքը։ Թեմայի մասին ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Reopen-ի ադրբեջանալեզու ծառայության մեկնաբան լրագրող Դիանա Կարապետյանը, բայց մինչև կդիտենք նրա ռեպորտաժը, Դիանայի հետ մի քանի հետաքրքիր հարց քննարկենք տաղավարում։ Դիանա, ողջույն։ Որքան էլ որ խոսում ենք Ադրբեջանի այս հայատյացության մասին, մեր հանրությանը փորձում ենք տեղեկացնել, որ դա մի երկիր է, որտեղից եթե հանենք հայատյացությունը, հնարավոր է տակը ոչ մի բան չմնա։ Ամեն դեպքում մեր օրերում, երբ քննարկվում է հասարակությանը խաղաղության տանելու հարցը, ինչը այո շատ կարևոր է, համոզված եմ, որ մեզ լսող մարդկանցից շատերը երազում են ապրել այն երկրում, որտեղ այո չկա թշնամություն, սպառնալիք սահմանին եւ այլն, բայց երբ տեսնում ենք, որ դպրոցներում այսպիսի սերունդ է մեծանում, ինչ պիտի մտածենք մենք վաղվա մասին, ինչի մասին է խոսքը ընդհանրապես, ինչ է կատարվում այդ երկրի դպրոցներում, դու քանի որ հետևում ես, կփորձեմ մի քանի մանրամասներ հիմա ներկայացնենք միասին։ Այո, Լիլիթ, իսկապես շատ հետաքրքիր է պատկերը, թվում էր թե 20 թվականի պատերազմից եւ հատկապես 22 թվականի Արցախի լիակատար օկուպացիայից հետո, երբ որ պետք է իրենք կարծես թե հանգստացած լինեն, իրավիճակը կտրուկ հակառակն է, այնտեղ շատ ավելի սրացել է հայատյաց խոսքը, քսենոֆոբիան շատ ավելի լուրջ դրսևորումներ է ստանում եւ եթե ինչ որ պահի պաշտոնական խոսույթում դա մի փոքր մեղմանում է հաշվի առնելով բանակցային գործընթաց, հանդիպումներ եւ այլն, այլ մակարդակներում դա էապես ծրվում է, սկսած դպրոցական դասագրքերից, սկսած մեկնաբաններից, տարատեսակ քաղաքագետներ, վերլուծաբաններ, մինչեւ անգամ պարզապես սոցցանցային գրառումները եւ պատահական չէ նաեւ լրագրողի հրապարակած տեսանյութը, ես իր հետ կապի դուրս եկա, փորձեցի զրուցել, նա ասաց, որ անմիջապես իր ձեռքի տակ չի հայտնվել այդ տեսանյութը, առաջին աղբյուրը նա չէ, հետեւաբար չի խոսի այդ մասին, սակայն այո, հրապարակել է, բայց այնուամենայնիվ նշեց, որ պատկերը բավականին տխուր է եւ գուցե հնարավոր լինի նրա հետ եւս զրուցել այս մասին առաջիկա օրերին։ Իդեպ ես հիշեցի, որ տարիներ առաջ 2017 թվականին, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի դպրոցներից մեկում մի ներկայացում էր էլի մոտավորապես այսպիսի բեմադրվել, բայց այնտեղ հայերը իրենց հիմնական այդ իրենց պատկերացմամբ բացասական հատկանիշներով չէին նկարագրվում, հիմնականում ուսուցիչը փորձել էր ներկայացնել, որ կարելի է խաղաղ ապրել, նորմալ հարևանություն անել եւ այլն, բայց այդ ուսուցչին ձերբակալեցին, իսկ թե ինչ եղավ հետո չեմ հետևել, չգիտեմ, բայց հավանաբար ինչ որ լավ ավարտ չի ունեցել այդ պատմությունը։ Ռոշան Ազիզովն է, ես օրերս նրա սոցցանցային էջով պարբերաբար անցում կատարեցի, փորձեցի նրա հետ եւս կապի դուրս գալ, բավականին հայամետ դրսևորումներով երիտասարդ է, տղամարդ է, այս պահին ունի որդի, որը ինչ որ ֆուտբոլային ակումբում է խաղում եւ պարբերաբար ենթարկվում է ճնշումների հենց իր հոր քաղաքական եւ նաեւ տարածաշրջանային հարցերին դիտարկումների պատճառով, ինչ վերաբերում է նրա ձերբակալությանը, նա տևական ժամանակ ձերբակալված է եղել կանանքի տակ, իսկ այժմ շարունակում է ապրել Բաքվում, բայց պարբերաբար հանդես է գալիս այն գրառումներով, որ իրեն ճնշում են եւ Բաքուն իրեն բանտ է հիշեցնում։ Ես համոզված եմ, որ էլի մի քանի այսպես մեզ համար, հա, հայերիս համար ցնցող դեպքեր դու կասես, թե ինչ է տեղի ունենում, օրինակ իրենց դպրոցներում, այլ կրթական հաստատություններում, ես հիշում եմ իդեպ նաև մի պատմություն էլ կար, ընդ որում դպրոցում չէր, անգամ մանկապարտեզում, եթե չեմ սխալվում, Լապշին էր հրապարակել այդ տեսանյութը, երբ երեխաներին դաստիարակը հարցնում էր, երեխաներ ովքեր են ձեր թշնամիները, երեխաները պատասխանում էին հայերը, եւ դա այդպես նորմալ բան էր իրենց համար, ինչ որ սպիսի մեզ համար ցնցող, բայց կարևոր իմանալու համար դեպքեր կասես։ Իրականում այս ամենը 70-80-ական թվականներից է սկիզբ առել, նոր բան չի սա, դեռ 70-ական թվականներից Բունյաթովը, Ախունդովը հիմք են դրել հենց այս քաղաքականության, այս գաղափարախոսությանը եւ սա Ադրբեջանի պետական գաղափարախոսության ամենակարևոր եւ ամենակայուն սյուներից մեկն է, որից հրաժարվելը Ադրբեջանի համար կարծում եմ նախ դեռ ցանկալի չէ եւ երկրորդ բավականին դժվար կլինի։ Հետեւաբար մնացած բոլոր դեպքերը, որոնք ես առանձնացրել եմ, ռեպորտաժում կդիտենք, բավականին ծավալուն եւ հետաքրքիր ռեպորտաժ է ստացվել։ Շնորհակալ եմ շատ Դիանա, ինչպես գործընկերս էլ ասաց, ինքը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ այս ամբողջը մանրամասն նկարագրվում է, առաջարկում եմ հիմա դիտել ու անցնել առաջ։
Երևանի հետ իբր խաղաղություն կառուցող Բաքուն շարունակում է սերունդ կրթել «Ասա Ղարաբաղն Ադրբեջան է» պատերազմի օրերից հայտնի զազրելի լոզունգով։ Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը հրապարակել է տեսանյութ ադրբեջանական դպրոցներից մեկում թշնամական քարոզչության մասին։ Այսպես է ձևավորվում նոր սերնդի աշխարհայացքը եւ այսպես է Ադրբեջան պետությունը հովանավորում թշնամանքը։ Դպրոցական դասագրքերում հայերին անվանում են ագրեսոր, թշնամի ու երեխաներին մանուկ հասակից ներարկում այն միտքը, որ հայերն իբր գողացել են ադրբեջանական հողերը։ Մինչդեռ սեփական արարքներին կողքից հետևելու դեպքում կնկատեին, որ իրենց իսկ բեմականացման մեջ բռնությամբ ու մահվան սպառնալիքով են կորզում Ղարաբաղն Ադրբեջան է արտահայտությունը։ Քարվաճարի 34 համարի դպրոցն է ու այս պատկերն է ողջ Արցախում։ Բռնազավթված տարածքների դպրոցներում ձևավորվել է մի ավանդույթ, երբ դասամիջոցի ժամանակ դպրոցի ամբողջ տարածքում երկու անգամ հնչում է Իլհամ Ալիևի ձայնը. Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանը։ Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ նրանց պատմական հայրենիքը գտնվում է ներկայիս Հայաստանի տարածքում, որը նրանք անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Օրինակ Խաչմազի հաղթանակ զբոսայգում անցկացվել էր Արևմտյան Ադրբեջանը մեր հայրենիքն է խորագրով փառատոն, որի ընթացքում տեղի աշակերտները ներկայացրել են ձեռագործ աշխատանքներ Թալին եւ Գառնի հայկական տեղանուններով։ Փաստացի Բաքվում երեխաները մեծանում են ոչ թե խաղաղության, այլ ռևանշի եւ տարածքային նկրտումների գաղափարախոսությամբ, մի բան, որում մեղադրում է մեզ Բաքվի բռնապետ Ալիևը։ Կրթական այս քաղաքականությունը պաշտոնականացվում է։ Իլհամ Ալիևը իր ելույթներում օգտագործում է նվաստացուցիչ տերմիններ եւ հստակ հրահանգ տալիս կրթական համակարգին ու հասարակությանը։ Հայերին ատելը պետական պահանջ է։ Այս քաղաքականության նյութական մարմնացումը Բաքվի կենտրոնում գտնվող ռազմավարի պուրակն է։ Այն ցուցադրում է 2020 թվականի պատերազմի ընթացքում գրավված հայկական զինտեխնիկան, հայ զինվորականների ցուցամանեկենները, որոնք հանդիսանում են ծաղրի եւ նվաստացման օբյեկտ։ Բաքվի կառավարության ատելությունը չի սկսել հաղթանակի այգուց։ Դա պարզ էր ավելի վաղ, երբ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպային եւ նրան հերոսի պես ընդունեցին։ Այգին նույն տրամաբանությամբ է զոհվածների սաղավարտներով ու երեխաների համար ռասիստական մանեկեններով։ Սա անմարդկայնացում է։ Այս այգին հայատյացության դասագիրք է բաց երկնքի տակ, այն փոխանցում է հստակ ուղերձ, հակամարտությունը դեռ ավարտված չէ եւ ատելությունը պետք է շարունակվի։ Ադրբեջանում հայատյացության քարոզը սկսած դասագրքերից մինչեւ նախագահի խոսք եւ ռազմավարի պուրակի ցուցանմուշներ ապացուցում է, որ այն դարձել է պետական գաղափարախոսության առանցքը։ Մինչ միջազգային հանրությունը փորձում է խաղաղություն հաստատել, Բաքուն դաստիարակում է մի սերունդ, որը ծրագրված է նոր պատերազմների համար եւ իրական խաղաղության ակնկալիքը այդ երկրում արկա միտումները հաշվի առնելով ողջամիտ մարդկանց համոզմամբ միամտություն է։ Դիանա Կարապետյան, Free Open Media։